Ադրբեջանցի վանդալների արյունոտ երախը հասել է 100-ամյակների պատմություն ունեցող եկեղեցիներին, հուշակոթողներին, արձաններին։ Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու բլոգերները, լրատվամիջոցները հրապարակում են լուսանկարներ, տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը՝ մենք ենք մեր սարերը հուշարձանը վերացնելու մտադրությունից։ Արցախի խորհրդանիշներից մենք ենք մեր սարերը հուշարձանը կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական եւ անմիջական վտանգի առջեւ։ Այս ահազանգը փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում է, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական եւ նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է հոգեբանական, տեղեկատվական տերորի քաղաքականություն։ Ալիևն իր վարչակազմով նպատակ է դրել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայկական հուշարձանները, այլև ջնջել Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողությունը։ Օրեր առաջ էլ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրեցին Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Դրա հետ կապված վարչապետը պատասխանել է, դուք այդ հարցը տվել եք, մենք այդ ինֆորմացիան ճշտում ենք, ուզում ենք հասկանանք ինչ է եւ արձագանքը կլինի։ Հայաստանի այսօր ղեկավարությունը որևէ ձևով Ադրբեջանին հակադարձելու ոչ քաղաքական ծրագիր ունի, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության հետ ուղղությամբ որևէ աշխատանք չեն տանում։ Ավելին, ես կարող եմ ենթադրել, որ տանում են հակառակ ուղղությամբ աշխատանք, այսինքն դիմում են միջազգային գործընկեր կազմակերպություններին կամ պետություններին, որ նմանատիպ գործընթացների նկատմամբ որևէ գնահատականներից ձեռնպահ մնան։ Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացման, եկեղեցիների վերացման ֆոնին Իսպանիայից են տեղեկություններ ստացվում, որ հայկականը ոչնչացնող Խաղարարար Ալիևը ստացել է խաղաղության եւ հաշտեցման մրցանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու եւ երկխոսության խրախուսման ուղղված ջանքերի համար։ Զավեշտալին ըստ փորձագետների այն է, որ Արցախում էթնիկ զտումների ու Արցախի պատմությունը մեծ եռանդով փոշիացնել ցանկացող Ալիևը մրցանակ ստանալով դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները։ Նման տրամաբանության գործընթացի զարգացումը ինչ որ այսօր տեղի է ունենում, տանում է որ դեպի պատերազմ, անկախ ամեն ինչից, եւ այդ պատերազմի քաղաքականությունը մեր կողմից իրականացնում է գործող իշխանությունը, ադրբեջանական կողմից ադրբեջանական իշխանությունը։ Աշխարհի աչքի առաջ ադրբեջանցի վանդալները վտանգում են արցախցիների ինքնության խորհրդանիշը, իսկ միջազգային հանրության լռությունն այս իրավիճակում վերածվում է հանցավոր անտարբերության։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։